կապված գրառում էի կարեհա իրադարձությունների դեպքերի վերաբերյալ ինչն էր ձեզ այդքան զայրացրել։ Կարծում եմ դուք եք ծանոթ թե ձայնագրություններին, թե առգրաված ներկայացված փաստարկներին, ես զարմանում եմ, որ դուք հարցը տալիս եք, թե ինչն էր վրդովեցրել։ Հեղաշրջման փորձը։ Ես որևէ մեկին հանցագործության կոնկրետ հոդվածի մեջ մեղադրանք եմ գրել, ոչ, ես իմ կարծիքն եմ ներկայացրել այն ինչին լսել եմ ականջովս ձայնագրություններին եւ այն ինչ տեսա պատկերներին։ Տիկին Ավանեսյան, հետաքրքիր է, երեք մարդիկ զուգահեռ են անցկացնում 16 թվականը, չէ՞։ Չէ, 16 թվականի ՊՊՑ գնդի գրավման այդ դեպքերի հետ, որտեղ ուղիղ զինված ահաբեկչություն տեղի ունեցավ, մարդիկ, չգիտեմ, մեծ տեխնիկայով մտան, խփեցին, պատանդ վերցրեցին, մարդիկ զոհվեցին, իրական կրակոց եղավ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել դրա աջակցում է, չնայած հետո նրան այդպես չընդունեցին, վռնդեցին կամ, չգիտեմ, համենայն դեպս, այդ որ զուգահեռ անցկացնում եք ոնց։ Երեկվա նաև գիտեք ինչն է բանը, որ մեր երկիրը հենց նման դեպքեր հոկտեմբերի 27 տեսած երկիր է եւ մեր կողմից աչալրջությունը, թե մարդիկ ինչ են խոսում, հրապարակային հեղաշրջման կոչեր են հնչեցնում, կոնկրետ կազմակերպչական աշխատանքներ են տանում եւ այն ինչ որ երեք հրապարակվեց, մեզ մի կաթիլ անգամ կասկածի տեղ չի տալի, որ մեր ամբողջ պետական համակարգը չափազանց լուրջ եւ աչալուրջ պիտի լինի նման դեպքերին։ Եվ նաեւ հանրային, տեսեք, եւ նաեւ հանրային ընկալումը մեր երկրում բռնությունը տեղ չունի, մեր երկրում ընտրությունների միջոցով է միայն իշխանությունը փոխվում եւ 2021 թվականին եղել են արդար բաց թափանցիկ ընտրություններ, որտեղ ժողովուրդը իր ձայնը տվել է իշխանությանը։ Հաջորդ ընտրություններին թող սպասեն բոլոր ուժերը, ներկայանան ժողովրդի դատին, ստանան քվե եւ իշխանություն։ Հայաստանում հեղաշրջումների, ահաբեկչության փուլը փակված է։ Շատ լավ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչ էր անում ՊՊՑ գնդի ահաբեկիչների կողքը։ Բացեք նյութերը, տեսեք ինչ էր անում, ինչ չէր անում, ես այսօր այդ մեկնաբանելու։ Ես ասում եմ դա ընդհանրապես այսօրվա իմ մեկնաբանելիքը չէ։ Զուգահեռ, որովհետև երկակի ստանդարտ է հերթական։ Զուգահեռը ես ասեցի, զուգահեռների վերաբերել պատասխանեցի, որ զուգահեռները նաև հաշվի առնելով մեր երկրի նկատմամբ ահաբեկչական ակտերի եւ դրա արդյունքում մեր երկրին հասցված վնասի, որը մեր ամբողջ պարլամենտը գլխատվեց, մենք պետք է շատ աչալուրջ լինենք նման հայտարարություններից սկսած, իսկ սա միայն հայտարարություններ չէր։ Դուք երեք էլ ուրեմն ինքներդ տեսաք, թե ինչեր էր հրապարակվել, եւ դուք ասեցիք 2 րոպե, ես պատասխանեցի ձեր հարցերին, հաջող։